Այսօրվա մեր խոսակցության թեման կլինի քաղաքացիների առողջության պահպանումը որպես պետության զարգացման կարևորագույն բաղադրիչ։ Հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք բոլոր հարցերը, բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք որ խոչընդոտում են մեր երկրի զարգացմանը, եւ եթե մենք այդ հարցերին լուծում տանք, մենք շատ ավելի արագ կզարգանանք, ավելի արագ կհարստանանք երկրի մասնախոսքը, ինչը որ մեզ այսօրվա դրությամբ շատ կարևոր է, որովհետեւ այդ արագ հարստանալու կարիքը այսօրվա դրությամբ երկրի անվտանգության հարցն է։ Մենք արտաքին վտանգներ ունենք, արտաքին վտանգների հարցերը լուծելու համար մենք պետք է շատ ուժեղ բանակ ունենանք։ Էֆեկտիվ ուժեղ բանակ ունենալու համար մեծ գումարներ պետք է աշխատել։ Իսկ որպեսզի մեծ գումարներ երկիրը աշխատի, պետք է այս բոլոր հարցերը, որ մենք քննարկում ենք, բոլորի ուղղությամբ պետք է աշխատել։ Հիմա ես առաջարկում եմ դրանց լուծման տարբերակները։ Կարող ենք միասին քննարկել եւ հետո, եթե ուշադրության արժանանա այս ծրագիրը, առաջարկենք մեր ղեկավար պաշտոնյա մարդկանց։ Ուրեմն քաղաքացիների առողջության պահպանումը որպես պետության զարգացման կարևորագույն բաղադրիչ։ Մարդու համար առողջ լինելը ոչ միայն լավ զգալու եւ կյանքում շատ բան հասցնելու հնարավորություն է, այլև ամենակարևորը։ Իդեպ սրա մասին շատերը ուշադրություն չեն դարձնում սրան, բայց մենք մեր առողջությունը ժառանգաբար փոխանցում ենք մեր երեխաներին։ Իսկ քանի որ մենք մեր մենթալիտետով երեխաներին շատ ուշադրություն ենք դարձնում, սա մեր համար հատկապես պետք է կարևոր լինի։ Եթե նույնիսկ մարդ մի քիչ էգոիստ է, ինքը չի ուզում իր առողջությանը հետևի, թող գոնե մտածի իր ապագա երեխաների մասին, երիտասարդների մասնախոսքը։ Ուրեմն ապահովելով նրանց համար երջանիկ կյանքի ամենակարևոր բաղադրիչը մեր երեխաների մասին է խոսքը, այսինքն եթե մենք նրանց նվիրում ենք առողջություն, առաջերտին ժառանգաբար, եթե մենք մեզ հետևում ենք մեր առողջությանը, մենք մեր երեխաներին նվիրում ենք այդ ամենամեծ ժառանգությունը, որը որ փողը չի, այլ առողջությունն է։ Որքան շատ հետևենք մեր առողջությանը, այնքան ավելի առողջ կլինեն մեր երեխաները։ Այս ամենակարևորից սկսեցինք։ Բնությունը մեզ ստեղծել է այնպես, որ մենք կարողանանք ամեն օր տեղաշարժվել դաշտերով, սարերով, մագլցել ծառերը, որս անել, պաշտպանվել գիշատիչներից։ Շատերը կարծում են, որ եթե մեր մարմինը նախատեսված է նման ծանրաբեռնվածության համար, բնության կողմից տենց է ստեղծվել մեր մարմինը, ապա այդ ծանրաբեռնվածությունը կարելի է ստանալ, բայց կարելի է եւ չստանալ։ Եվ դրանից ոչ մի սարսափելի բան չի լինի, չի փոխվի։ Սակայն բժիշկները ու գիտնականներն արդեն 1000-րդ անգամ ապացուցել են, որ մկանները աշխատելով օրվա ընթացքում օգնում են մեր սրտին արյուն մղել ամբողջ մարմնով։ Եթե օրվա ընթացքում բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենք ստանում, մարմինը զգում է արյան պակաս, այսինքն եթե մենք չենք շարժվում, մենք չենք ստանում բավարար արյունամատակարարում այնտեղ, որտեղ որ դա անհրաժեշտ է։ Գրեթե բոլոր հիվանդությունները սկսվում են վատ արյան շրջանառությունից։ Բացի այդ, եթե ուշադրություն դարձնենք մարզիկների հոգեբանական կայունությանը, սա էլ սպորտի մյուս լավ կողմն է, շատ կարևոր հոգեբանական կայունությանը։ Պարզապես նայեք մարզիկներին, նրանց փողոցում, պրոֆեսիոնալ սպորտսմեններին ասենք նայեք, ինչպես են նրանք նայում, ինչպես են նրանք շարժվում, ոչ մի նյարդայնություն կամ չարություն իրենց դեմքի արտահայտության մեջ, 100%-անոց ինքնավստահություն։ Այս ինքնավստահությունը ոչ միայն այն պատճառով է, որ նրանք ուժեղ մարմին ունեն, այլև դոֆամինի քիմիական բաղադրության շնորհիվ է, որն արտադրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։
Գիտնականները չգիտեն այս հորմոնների ամբողջ ցանքը, որոնք արտադրվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Բայց փաստ է, որ սպորտով զբաղվող մարդիկ շատ ավելի սթրեսակայուն են, քան մյուսները։ Սա ապացուցում է նաև այն, որ պրոֆեսիոնալ մարզիկները, ովքեր անցել են բիզնեսի ոլորտ, շատ ավելի հաջողակ են, քան մնացածները, դուք երևի նկատած կլինեք։ Եվ դա հենց այս իրենց հոգեբանական կայունության շնորհիվ է, այդ ռեժիմի պահպանման, կամային հատկությունները զարգացնելու, եթե դու սպորտով զբաղվում ես, այդ հատկությունները դել է զարգանում, եւ դա շատ կյանքում հետո պետք է գալիս, մանավանդ գործերի մեջ, չգիտեմ, բիզնեսի մեջ եւ այլն։ Եթե դիտեք օրինակ տեսակադրեր, որտեղ ցուցադրվում են զինվորները առաջնագծում մարտական հերթապահության ժամանակ, եւ նրանց մեջ դուք տեսնեք պրոֆեսիոնալ մարզիկ, դուք իմանաք, որ դա պրոֆեսիոնալ մարզիկ է, անմիջապես կնկատեք տարբերությունը նրա շարժումների, նրա դեմքի արտահայտության մեջ, որքան ավելի կայուն է նրա հոգեբանական վիճակը, որքան ավելի ինքնավստահ է նա, վախ համարյա չի զգում, դա լրիվ այդ ֆիզիկական ակտիվ պատրաստվածության, այդ սպորտի հետևանքն է։ Նույնպիսի երկաթյա հոգեբանություն ունեն նաև հատուկ ստորաբաժանումների զինվորները, ովքեր հսկայական ուշադրություն են դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը։ Մեր կյանքը մի շարունակական փորձություն է եւ կյանքի դժվարությունները հաղթահարելը միանշանակ ավելի հեշտ է կայուն հոգեբանական վիճակում, որը ապահովում է սպորտը։ Սպորտը դեպրեսիայի դեմ միակ երաշխիքն է։ Եթե վերցնենք տարբեր երկրներում անցկացված փորձարկումների արդյունքները, կստացվի, որ միջինում այն մարդը, ով զբաղվում է սպորտով, աշխատանքային օրվա ընթացքում կատարում է 1.5-ից 2 անգամ ավելի շատ ֆիզիկական աշխատանք հասցնում է կատարել, քան չմարզված մարդը։ Եթե հաշվի առնենք, որ ֆիզիկական մարզումները բարելավում են նաև տրամադրությունը, իսկ դա միանշանակ տենց է, դա իր հերթին էլ ավելի է ազդում աշխատունակության վրա։ Այսինքն սպորտով զբաղվող աշխատողները կարող են հանգիստ կատարել 2 անգամ ավելի մեծ ծավալի աշխատանք։ Նրա հաշվին, որ համ ֆիզիկապես են ավելի ուժեղ դիմացկում, համ էլ իրենց տրամադրությունը ավելի բարձր է լինում որպես կանոն։ Աշխատանքից հետո էլ իրենց լավ են զգում, թուլացած չեն զգում։ Եթե մենք շեշտը դնում ենք արդյունաբերության վրա, օրինակ, իսկ մեր երկրի այսօրվա դրությամբ արագ հարստանալու միակ տարբերակը արդյունաբերությունն է։ Դժվար չէ կռահել, թե որքան բարձր կլինի արտադրողականություն այնտեղ մարզված աշխատողների դեպքում։ Կոպիտ հաշվարկներով սպորտը կրկնապատկում է արտադրությունը։ Իսկ մարդու կյանքի տևողությունը 20-25%-ով երկարացնում է։ Այստեղ ես մեր հայկական ձևերով շատ մանավանդ տղամարդիկ սիրում են չէ խոսալ, որ դե ինչ սպորտ, հենա մենք մի հատ ընկեր ունեինք, այս լեգենդը ամենտեղ պատմում են, սպորտսմեն ամեն առավոտ վազում էր, մենք ընկերներով ամեն ռուտում խմում էինք, ամենաշուտը ինքը գնաց այն աշխարհ։ Ու սենց բաներ պատմելով, ինքներս մեզ հանգստացնելով, շարունակում են մարդիկ ուշադրություն չդարձնել այդ ամենակարևոր բանին, բայց այն, որ իսկ քանի հազար պատմություն, երբ որ սպորտով զբաղվողներն են երկար ու որակով ապրել, իսկ այն ուտող խմողները վաղուց արդեն չկան։ Այդ 1000 օրինակները չեն պատմեն մենակ այդ մի օրինակը։ Սպորտը պետք է դառնա պետական քաղաքականություն։ Մարզասրահներ պետք է լինեն բոլոր ուսումնական հաստատություններում եւ բոլոր ձեռնարկություններում։ Այն աշխատողներին, ովքեր աշխատանքային օրվա ընթացքում կայցել են մարզասրահ, պետք է պարգևավճարներ տրվեն պետության հաշվին։ Նույնպես եւ մարտական գործողությունների ժամանակ զինվորների մարտական ոգին շատ ավելի բարձր կլինի, եթե նրանք լինեն սպորտով մարզված։ Զինվորը, երբ որ մարզված է, ինքը համ ֆիզիկապես ավելի դիմացկուն, ավելի արագ կարա իր կրակային դիրքերը փոխի, ինչքան արագ ինքը դիրքափոխ լինի, այդքան ավելի հավանականությունը
մեծ է, որ ինքը վնաս չի ստանա, այսինքն ավելի դիմացկուն է լինելու, ավելի վիճակագրությունն է ցույց տալիս։ Բացի նրանից այդ քաշերը, այդ զենքը, այդ ծանրաբեռնվածությունը քաշ տալը էլի շատ ծանր աշխատանք է, բայց դա էլ մի կողմ դրած զինվորին օրինակ մարտի դաշտում ինչն է թուլացնում է ստրեսը, թուլացնում է վախը, բոլոր ուժերը դա է տանում, իսկ պարապածը, սպորտով պարապած զինվորը այդ ստրեսն ու վախը իր մոտ մի քանի անգամ ավելի քիչ է, այսինքն ինքը համ ֆիզիկապես ուժեղ է, համ էլ այդ վախը իր վրա չի ազդում ու ստացվում է, որ ինքը մի 5 անգամ ավելի մեծ առավելություն ունի, քան սովորական չպարապած զինվորը, զինծառայողը։ Դրա համար են միշտ էլ սովետի ժամանակվանից վազացնում զինվորներին պարապացնում էին, այդ հենց այնպես իրենց զբաղացնելու համար չի արվում։ Սպորտը վերջացրեցինք, անցնենք մյուս հարցին, էկոլոգիային, այսինքն ճիշտ ասա էկոլոգիան մի քիչ ավելի երկարաժամկետ էֆեկտ ունի, եթե մենք էկոլոգիայի հարցը լուծենք, 10-20 տարվա կտրվածքով առողջությունը կպահպանենք, բայց սպորտը ինքը կարճաժամկետ էֆեկտ ունի, սպորտով եթե սկսեն զբաղվել 2-3 ամիս հետո արդեն մարդիկ իրենց վրա տարբերությունը կզգան անմիջապես, 2-3 ամիս հետո արդեն կսկսեն շատ ավելի շատ գործ հասցնել։ Էկոլոգիան Շախմատիստները պլանավորում են իրենց քայլերը 3-4 քայլ առաջ։ Եվ շատ ցանկալի է, որ երկրի կառավարությունը ևս քայլերը պլանավորի ոչ թե 1, այլ գոնե 2-3 քայլ առաջ։ Սա ինչին է վերաբերվում։ Եթե մենք մեծ քանակի այսօր ներկրում ենք էլեկտրոմոբիլներ, հանրապետություն, որոնցից յուրաքանչյուրի վրա տեղադրված է հսկայական մարտկոց։ Ապա ես ձեզ հիշեցնեմ, որ նույնիսկ հեռուստացույցի վահանակի փոքր մարտկոցները, ակումուլատորները չի կարելի նետել աղբամանը, որովհետև դրանք խիստ թունավորում են հողը։ Բայց եթե մենք այդ մարտկոցները փոքր միջև հիմա արհամարել ենք, ուշադրություն չենք դարձրել, սա արդեն չենք կարող արհամարենք, որովհետև այս մեքենաների մարտկոցները կշռում են մոտ 500 կիլոգրամ։ Պատկերացնում եք, չէ, թե ինչ կլինի, երբ այդ էլեկտրոմոբիլները սկսեն փչանալ, իսկ նրանք ի դեպ արդեն սկսել են փչանալ, եւ այդ մարտկոցները պարզապես նետվեն աղբավայր։ Արդեն ես նկատել եմ, որ որոշ տեղերում այդ մարտկոցները հայտնվել են դաշտում։ Դա կարող է վերածվել էկոլոգիական աղետի, քանի որ թունավորված հողը մաքրելը 100 անգամ ավելի դժվար է, քան հին մարտկոցների վերամշակումը, կամ գոնե եթե մենք հիմա չունենք այդ վերամշակման հնարավորությունները, գոնե պահեստներ ստեղծվեն, որ տանեն տեղ հələ որ պահեն, մինչև որ հասկանան այդ հարցը ոնց է լուծվել։ Երբ երկիր է մտնում նոր տեսակի տեխնիկա նման մեծ մասշտաբով, անպայման պետք է լինեն ուտիլիզացիայի կարգավորող մեխանիզմներ։ Այդ մարտկոցները անձրևների տակ ժամանակի ընթացքում շատ ուժեղ հողը թունավորելու են ու խմելու ջուրն են թունավորելու։ Շատ լուրջ թույներ է նրանց մեջ առաջանում։ Դա պետք է ոչ միայն գրված լինի օրենքում, այլև անընդհատ հնչի տարբեր տեղեկատվական հարթակներից։ Բնակչությունը պետք է լինի տեղեկացված։ Մենք փոքր երկիր ենք եւ իրավունք չունենք այն թունավորելու։ Մեկ այլ լուրջ խնդիր, որին կառավարությունը ընդհանրապես ուշադրություն չի դարձնում, ուղղակիորեն կապված է օդի որակի հետ։ Սոցիալական ցանցերում կան հսկայական քանակությամբ գովազդներ, մեքենաների կատալիզատորների հեռացման ծառայությունների վերաբերյալ։ Մեքենայի կատալիզատորը դա ասենք փոքր սարք է, որը հեռացնում է օդ, մեքենայի կողմից օդ արտանետվող վնասակարար նյութերի 95-ից 98%-ը համարյա լրիվ վերացնում է։ Նույնիսկ եթե մեքենան հին է, այդ տոկոսը կարող է լինել 50-ից 80%։ Քանի որ կատալիզատորը թանկ արժե, մարդիկ գերադասում են դրանք վաճառել, մեքենան թողնելով առանց կատալիզատոր։ Եթե ենթադրենք, որ միջին կատալիզատորը չեզոքացնում է վնասակարար նյութերի մոտ 70%-ը, ապա ոչինչ չձեռնարկելու դեպքում մոտ ապագայում
մեքենաների կեսից ավելին մեզ մոտ Հայաստանում կլինեն առանց կատալիզատոր։ Ինչը նշանակում է, որ վնասակարար արտանետումները մթնոլորտ կլինեն 110%-ով ավելի շատ, քան մենք ունենք հիմա։ Եթե մենք արգել ենք դա անել պետական մակարդակով, հույս կա, որ 110 չէ, գոնե 20-30%-ով մենք ավելի կփչացնենք մեր օդը, այս եղածը, որ արդեն հեռացրել են այդ սարքերը մեքենաների վրայից, դրանք փչացնելու են օդը, բայց գոնե թույլ չտանք մնացածը հեռացնեն։ Հիմնականում դա համեմատաբար հին մեքենաների մասն է խոսքը գնում։ Օդի որակը շատ ուժեղ փչացնում է նաև անորակ վառելիքը, բենզինը, մասնավորապես բենզին, դիզել։ Անորակ վառելիքը լիովին չի այրվում եւ մեքենայից մթնոլորտ է արտանետվում շատ սուր գազեր։ Բացի այդ, անորակ բենզինը փչացնում է մեքենաները, մեքենայի շարժիչն է առաջերտին փչացնում։ Եթե հաշվարկենք, թե ինչ վնաս է հասցվում մեքենաների վերանորոգման տեսանկյունից, դա կլինի հսկայական գումար, որը վատթարացնում է բնակիչների բարեկեցությունը, բարեկեցության մակարդակը։ Եթե մենք վատ վառելիք ենք օգտագործում, եթե պետական հսկողություն չկա, տարեկան ասենք 200, 300, 400 դոլար, այսինքն գումարներ ամեն ընտանիք ծախսելու է այդ մեքենայի վերանորոգման վրա։ Մեկ այլ լուրջ խնդիր է ներկրվող տրանսպորտային միջոցների որակի վերահսկողության բացակայությունը։ Հիշեցնեմ, մենք հիմա խոսում ենք այն ամենի մասին, ինչը ազդում է մեր մարդկանց ինչը փչացնում է մեր մարդկանց առողջությունը, կամ ինչ պետք է անենք, որ առողջությունը լավը լինի, մարդիկ չհիվանդանան։ Ուրեմն, մասնավորապես, որ տրանսպորտային միջոցներն են, որոնք որ առողջության համար պրոբլեմ են առաջացնում արդեն մյուս հարցով։ Էժան ավտոբուսներ, բեռնատարներ, որոնք մեծ քանակով ներմուծվում են հիմա Հայաստան։ Մեր ավտոբուսների մեծ մասը հիմա Երևանում աշխատող։ Դրանք աղմուկի մակարդակով բոլոր ռեկորդները խփում են, ինչը հատկապես վտանգավոր է քաղաքում, որտեղ շենքերն անդրադարձնում են այդ ձայնը եւ նա բազմապատկվում է առանց էլ այդ ուժեղ ձայնը։ Սա շատ վատ է ազդում մարդկանց նյարդային համակարգի վրա, հատկապես երեխաների եւ դեռահասների։ Փոքր երեխան կարող է պարզապես վախենալ ուժեղ աղմուկից, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Բոլոր ավտոբուսներն ու բեռնատարները պետք է լինեն մոդիֆիկացված, իսկ աղմուկի մակարդակը նրանց պետք է համապատասխանի նորմերին։ Այդ մոդիֆիկացիան, այսինքն այդ ձևափոխությունը այդ տեխնիկայի վրա անել հնարավոր է եւ այդքան էլ թանկ չէ։ Պետությունը պետք է ստիպի, որ դրանք արվի, իսկ մյուս հաջորդ ներկրվող մեքենաները պետք է անպայման ստուգվեն։ Հենց եթե Չինաստանից են բերում, Չինաստանում էլ ընտրեն այն տարբերակը, որը որ էժան չի, մի փոքր կարող է ավելի թանկ է, բայց այդ նորմերին համապատասխանում է ձայնի, այդ ձայնային նորմերին։ Դու մեքենայի անցնում ոնց որ ասենք ինքնաթիռ կողքով անցնի։ Միայն մեկ աղբատար մեքենան, որն աշխատում է օրինակ գիշերը Երևանում, կարող է մեծ քաղաքում փչացնել տասնյակ հազարավոր մարդկանց քունը։ Իսկ այդ մարդիկ հաջորդ օրը գնալու են իրենց աշխատանքի վայր եւ աշխատելու են, եթե վատ է քնել մարդ, բնական է, որ շատ ավելի վատ է աշխատելու, շատ ավելի քիչ գործ անելու։ Մյուս խնդիրը փոշոտ քաղաքն է։ Շինարարական ընկերությունները, որոնք զբաղվում են բնակելի թաղամասերի եւ նոր շենքերի կառուցմամբ, որպես կանոն չունեն լուրջ ֆինանսական դժվարություններ։ Նրանք պարտավոր են պահպանել շինարարական նորմատիվները։ Ցանկացած շինհրապարակ պետք է փակված լինի հատուկ կտորե ծածկով, որպեսզի փոշի դուրս չթողնի։ Մեծ քաղաքների ամբողջ տարածքում հողային ծածկույթը պետք է ունենա խոտածածկ։ Խոտը պահում է փոշին եւ թույլ չի տալի դրան տարածվել, մանավանդ մեր հողի դեպքում։ Տների ջեռուցումը, մյուս հարցը, սա էլի օդի որակի մասին է։ Օդի որակի վատթարացման մեջ մեծ բաժին ունի նաև ջեռուցումը։
Տներում տեղադրված բոլոր գազի կաթսաները օդը փչացնում են ոչ պակաս, քան մեքենաները։ Քանի որ գազն այրվելիս լիովին չի սպառվում եւ թունավոր տարրեր են արտանետվում օդ, սա հատկապես ճիշտ է Երևան քաղաքի համար, քանի որ այն երեք կողմից շրջապատված է սարերով։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է գազով ջեռուցումից անցնել էլեկտրականությամբ ջեռուցման։ Սա շատ լուրջ հարց է։ Դա բնական է, նախ պետք է պետությունը օգնի, սուբսիդավորի, որ այդ կաթսաները կամաց փոխարինվեն ուրիշ տեսակներով, որոնք որ հոսանքով են աշխատում։ Եվ այս խնդրի լուծումը ես առաջարկում եմ ձեզ լսել 9-րդ թողարկման մեջ, որտեղ մենք կխոսենք արևային էլեկտրակայանների մասին, այն էլեկտրակայանները, որոնք ունեն նաև գիշերային աշխատանքային ցիկլ, կուտակային կայաններ, բայց այնտեղ շատ հետաքրքիր լուծում է, մաքուր բնական լուծում է տրված։ Մյուս էկոլոգիական խնդիրը գյուղատնտեսական պարարտանյութերի կիրառումն է արգելված քանակություններով։ Առաջին այդ պարարտանյութերը թունավորում են մեր կերած մրգերն ու բանջարեղենը, եթե նորմայից շատ է օգտագործվում այդ նյութերը։ Եվ երկրորդ, անձրևների միջոցով դրանք հողի միջով լվացվում եւ լցվում են աղբյուրները, որոնցից մենք ջուր ենք վերցնում եւ մղում այդ ջուրը դեպի քաղաքներ, հետո մենք այդ ջուրը խմում ենք։ Պետությունը պարտավոր է սա վերահսկել, այդ վերահսկողության համար մեծ գումարներ պետք չեն, բոլոր մեխանիզմները գոյություն ունեն, պարզապես պետք է դրանք կիրառել։ Նույնը վերաբերվում է լեռնահանքային արդյունաբերությանը, օրինակ մեր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, բոլորդ էլ երևի լսել եք այդ խեղճ քաջարանցիք ինչ պայմաններում են ապրում, ինչ հետևանքներ ունի դա բնության համար այդ կոմբինատը։ Մեր ամենամեծ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին երևի լսել եք բոլորդ։ Խիստ պետական հասկողություն է պետք, ոչ թե ձևական, այլ ռեալ։ Եվ եթե որոշ մարդկանց թվում է, որ դե այդ կոմբինատը տեսեք, այդքան մուտքեր է անում, հարկեր է մուծում, եթե սենց խիստ պայմաններ տնեք ինքը կարող է ուղղակի փակվել, չէ, չի փակվի։ Դա բոլորն էլ լուծվող հարցեր են, ուղղակի իրանք տնտեսում են դրա վրա, չգիտեմ, կարող է շահույթի 5%-ը տնտեսում են եւ միջոցներ չեն ձեռնարկում։ Պետք է ստիպել, որ այդ 5%-ը տնտեսեն, ծախսեն այդ մաքրման սարքավորումների վրա, ինչը որ առաջի հերթին հենց իրանց աշխատողներին է օգուտ։ Հաջորդ բանը, որ թունավորում է մեր օդը, աղբի այրումն է։ Ամենացավալին այն է, որ հաճախ մարդիկ աղբը հրդեհում են պարզապես անգործությունից։ Շատ քաղաքացիներ, շատերը քաղաքից հանգստյան օրերին դուրս են գալիս բնության մաքուր օդ շնչելու։ Բայց հանկարծ հայտնվում է մեկը, ոնց Mad Max ֆիլմի հերոսների նման, եւ սկսում է աղբ այրել։ Հասկանում եք, դա այնքան պրիմիտիվ է եւ այնքան սխալ, մենք պարզապես սովորել ենք դրան։ Իրականում դա շատ ավելի վատ է, քան երեխաների ներկայությամբ սենյակում օրինակ ծխելը։ Նաեւ մենք ունենք մի շատ լուրջ խնդիր, որի մասին ոչ ոք չի մտածում եւ ուշադրություն չի դարձնում, բայց դա ուղղակիորեն ազդում է մեր աշխատունակության եւ երկրի զարգացման վրա։ Դա թթվածնային քաղցն է։ Երբ մենք ձմռանը փակում ենք պատուհանները, որպեսզի տունը տաք լինի, ամեն հաջորդ ժամ բնակարանում կամ տանը թթվածինը պակասում է։ Եվ որքան շատ մարդ կա տանը, այնքան արագ է պակասում թթվածինը։ Առավոտվա կողմ արդեն թթվածնի մակարդակը վտանգավոր պակաս քիչ է լինում։ Մեր երկրի տների կեսից ավելին կառուցվել են խորհրդային տարիների ժամանակ։ Այդ ժամանակ պատուհանները պատրաստվում էին փայտից, դրանք հերմետիկ չէին փակվում եւ ճեղքեր ունեին, այդ ճեղքերով օդ էր անցնում։ Բնակչության մեծ մասը փոխել է այդ պատուհանները պլաստիկե կամ մետաղապլաստե տարբերակներով։
որոնք փակվում են լիովին հերմետիկ։ Բայց խորհրդային տարիներին, երբ նախագծում էին այդ տները, որոնց մեջ մենք հիմա ապրում ենք, չգիտեին, որ հետո այդպես է լինելու, օդափոխության այն անցքերը, որոնք ունենք խոհանոցում եւ սանհանգույցում, նախատեսված են նրա համար, որ օդը սենյակներից բարձրանա այդ անցքով եւ դուրս գա շենքից։ Իսկ թարմ օդը պետք է գար սենյակներ հին փայտե պատուհանների ճեղքերից։ Մենք փոխել ենք պատուհանները եւ մեզ մոտ ծմռանը թթվածնային քաղց է առաջանում, այսինքն մաքուր օդը մտնելու տեղ չունի ուղղակի։ Նույնը տեղի է ունենում ամռանը, երբ փակում ենք պատուհանները, միացնում ենք օդորակիչը, կոնդիցիոները։ Օդորակիչը ի դեպ դրսից մաքուր օդ չի բերում, ինքը ներսի օդը ուղղակի իր մեջ պտտացնում, տաքացնում կամ սառացնում է։ Նույնը տեղի է ունենում շատ գրասենյակներում։ Եթե մենք լուծենք օդափոխության հարցը, բոլորս մեզ շատ ավելի լավ կզգանք։ Հիշեք, թե որքան լավ ենք զգում գարնանը կամ աշնանը, երբ որ պատուհանները բաց են։ Համեմատեք ամռանը հետ, երբ քնում ես օդորակիչով կամ ձմռան հետ, ինչպես ենք արթնանում առավոտյան ծանր գլխով, դա թթվածնի պակասից է։ Եթե լուծենք այս հարցը, մենք կսկսենք շատ ավելի վաստակել եւ ավելի երկար կապրենք։ Իրականում օրինակ գրասենյակում, որտեղ չկա նորմալ օդափոխություն, այդ գրասենյակի աշխատողները ընդհանուր միջև 2 անգամ ավելի քիչ գործ հնարավոր է անեն այդ դմբրած վիճակից, այդ թթվածնի պակասից։ Օրինակ Միացյալ Նահանգներում դրան շատ լուրջ ուշադրություն են դարձնում ու այնտեղ, երբ որ դու այդ օֆիսային տարածքներում նստում ես, ես չգիտեմ, ոնց որ բնության մեջ նստած լինես, միանգամից դա զգացվում է։ Այդ տարբերությունը։ Ուրեմն հաջորդ հարցը վերաբերվող քաղաքացիների առողջության պահպանման թեմային։ Դա պետական հսկա հիվանդանոցների անհրաժեշտությունը քաղաքից դուրս։ Այդ թեման է։ Ի վերջո ամենալուրջ հարցերից մեկը, ինչ եք կարծում։ Նորմալ է, երբ մարդկանց ամենաթանկ բանով, նրանց առողջությամբ զբաղվում է մասնավոր ընկերություն, մասնավոր հիվանդանոցները։ Մարդկանց կյանքն ուղղակիորեն կախված է հիվանդանոցի ղեկավարի պատասխանատվության աստիճանից։ Նույնիսկ եթե խիստ պետական վերահսկողություն մասնավոր հիվանդանոցների նկատմամբ սահմանվի, բուժման գները հիվանդների համար միևնույն է կմնան շատ բարձր։ Հիվանդանոցներն այսօր ունեն գերշահույթ։ Եթե մենք բոլորս միասին որոշենք, որ մեզ անհրաժեշտ են պետական հիվանդանոցներ, որտեղ բժշկի խորհրդատվության գինը օրինակ կլինի 5000 դրամ, ոչ թե 15000 դրամ, միակ տուժողը կլինի մասնավոր հիվանդանոցի սեփականատերը, որովհետև չի կարողանա օրինակ այս տարի իր համար շքեղ ավտոմեքենա գնի։ Մեզ անհրաժեշտ են նոր պետական հիվանդանոցներ, ոչ միայն այն պատճառով, որ այդ դեպքում մենք կարողանանք զգալիորեն էժանացնել ծառայությունները մարդկանց համար, այլ նաև այն պատճառով, որ դրանք կառուցվեն քաղաքից դուրս, որտեղ չի լինի կայանման խնդիրներ եւ որտեղ բոլոր բաժանմունքները կլինեն մեկ վայրում, որտեղ հասնելու է հասարակական տրանսպորտը։ Մարդիկ ստիպված չեն լինի օրինակ հիվանդ երեխայի հետ տեղաշարժվել քաղաքի խցանումների միջով մի հիվանդանոցից մյուսը, որտեղ մի անալիզը ստեղ է պետք անցնել, մյուս բժիշկը մյուս հիվանդանոցում է եւ այլն։ Բոլոր բաժանմունքները պետք է լինեն մեկ վայրում, մեկ մեծ ու հարմարավետ հիվանդանոցում։ Անմիջապես ասեմ այն մարդկանց, ովքեր սովորության համաձայն քմծիծաղ տվեցին պետական հիվանդանոց բառը լսելուց։ Մոռացեք այն, ինչ եղել է խորհրդային միության ժամանակ։ Ցանկացած պետական ձեռնարկություն կարող է աշխատել նույնիսկ ավելի լավ, քան մասնավորը։ Միակ բանը, որ դրա համար անհրաժեշտ է, կառավարման ժամանակակից մեթոդ։ Պետական ձեռնարկության կամ հիվանդանոցի տնօրենը պետք է
մասնաբաժին ստանա, օրինակ հիվանդանոցի շահույթից։ Եթե պետական հաստատության ղեկավարն ունի բարձր վարձատրվող կառավարիչի փորձ, եւ եթե նա ստանում է այդ հիվանդանոցի շահույթի օրինակ 1%-ը, նա այդ պետական բիզնեսի մասին կհոգա այնպես, ինչպես իր սեփականի մասին։ Տարբերությունն այն է, որ մասնավոր ձեռնարկության շահույթը գնում է տիրոջ շքեղ կյանքի վրա, իսկ պետական ձեռնարկության դեպքում շահույթը թույլ է տալիս նվազեցնել սակագները մարդկանց համար, զգալի նվազեցնել։ Բայց ամենակարևորը որակի ծառայության որակի վերահսկողությունն է։ Մասնավոր հիվանդանոցի անազնիվ սեփականատերը օրինակ կարող է գնել անորակ տեղեր, օրինակ տնտեսելու համար։ Պետական հիվանդանոցի դեպքում դա հնարավոր չի լինի տենց բան անել, քանի որ գնումների ամբողջ պատմությունը գնալու է հատուկ վերահսկողության բաժին։ Հնարավոր չի լինի այդ դեպքում ինչ որ անհասկանալի ընկերությունից առնել ինչ որ անհասկանալի տեղ։ Ուրեմն հաջորդ թեման դա ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգությունն է, որը ուղիղ կապ ունի մեր մարդկանց առողջության պահպանման հետ։ Սա բնակչության առողջության պահպանման հետ կապված ամենալուրջ հարցերից մեկն է։ 2020 թվականին մենք պատերազմում կորցրեցինք ավելի քան 4000 մարդ։ Այդ պատերազմից հետո եւ մինչեւ այժմ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը մոտենում է 2000-ին, գուցե եւ ավելին։ Այսինքն, եթե մեզ բոլորիս հուզում է անվտանգությունը, որպեսզի մեր վրա զենքով չհարձակվեն, նույն կերպ մեզ պետք է հուզի այն, որ մենք ինքներս մեզ չսպանենք ճանապարհների վրա։ Պատերազմում զոհվում են հիմնականում տղամարդիկ, ճանապարհներին զոհվում են նաև կանայք եւ երեխաներ, ինչը ավելի ցավոտ է։ Ինչպես պետք է լուծել այս հարցը։ Նախ, ճանապարհների որակը։ Չպետք է լինի ոչ մի փոս եւ ոչ մի թմբիկ։ Դա անելու համար պարտադիր չէ հիմնովի վերակառուցել ճանապարհը։ Քանդել ճանապարհը, հետո մի քանի ամիս սպասել մինչև այդ հողի վրայից հաջորդ շերտը կանեն, հետո արև մի տարի տենց մարդկանց տանջելու փոխարեն կարելի է մի հատ ամբողջ ճանապարհները թեկուզ մասամբ մաս որտեղ որ կան փոսեր վերանորոգել գծանում նշումները անել, հետո նոր արդեն պլանավորել հաջորդ եւ հաջորդ տարվա համար ավելի հիմնական վերանորոգման աշխատանքներ։ Պարզապես կարելի է զգուշորեն ասֆալտապատել բոլոր փոսերը։ Դա երկրի համար բոլորովին էլ թանկ տարբերակ չէ եւ կարելի անել շատ արագ եւ միանգամից։ Երկրորդ, պարտադիր է անել գծանշում որակյալ ներկերով, որոնք գիշերը փայլում են, որպեսզի բոլոր սպիտակ գծերը երևան։ Երբ ճանապարհի եզրին գծված չէ սպիտակ գիծ, եւ եթե դու քշում ես գիշերը եւ հանդիպակաց մեքենան իր լապտերով, իր ֆարերով կուրացնում է քեզ, այդ դեպքում դու չես տեսնի քո առջև ճանապարհի եզրին կայանված բեռնատարը օրինակ։ Նա չի երևալու։ Բայց եթե ճանապարհի եզրին գիծ կա գծած սպիտակ, դու կտեսնես հեռվից արդեն մոտ 100 մետր հեռավորությունից կնկատվի, որ այդ գիծը ընդհատվում է։ Նշանակում է այնտեղ ինչ որ մեքենա կա կայանված։ Եվ դու դա անմիջապես կնկատես։ Այսպես շատ ընտանիքներ են զոհվում, բախվելով բեռնատարների կամ շինարարական տեխնիկայի սխալ կայանված։ Դա ուղղակի մի օրինակ էր սպիտակ գծերի կարևորության հետ կապված։ Երրորդ, գիշերը լապտերներով բոլորը կուրացնում են միմյանց։ Հիմա բոլորը սկսել են գնել չինական անորակ լապտեր, ֆարեր։ Դրանց լույսը եւ շատ պայծառ է եւ տհաճ թարթում է, ինչը շատ է հոգնեցնում աչքը։ Բացի այդ, մեքենաների լապտերների գրեթե կեսը կարգավորված չէ։ Ճանապարհը լուսավորելու փոխարեն դրանք կուրացնում են դիմացինի աչքերը։ Սա շատ վտանգավոր է էլի։
Եթե պետությունն ուղղակի ուղղի այս հիմնական թերությունները, մնացածն արդեն պետք է անեն մարդիկ, պարզապես չխախտելով կանոնները, որոնք 1000 անգամ արդեն գրված են։ Ուզում եմ նաև հիշեցնել մի շատ կարևոր բան, բացի անվտանգությունից կա ևս մի պահ։ Եթե ճանապարհները նորմալ չեն, դրա հետևանքով խախտումները շատ շատանում են, որտեղ այդ գծանմուշները հստակեցում, եթե չկան, հստակեցում չեն մտցնում, մարդիկ անդադ խախտում են դրա պատճառով եւ այդ խախտումների պատճառով ճանապարհներին վարորդները շատ էներգիա են ծախսում այդ ստրեսի մեջ քշելու ռեժիմով, ստրեսի մեջ քշելու հետևանքով։ Եթե դու 1 ժամ գնում ես աշխատանքի եւ 1 ժամ էլ հետ ես գալիս օրինակ, եւ բոլորը խախտում են այդ ընթացքում, դա քեզ խլում է այնքան ուժ, որքան համարյա ամբողջ աշխատանքային օրվա աշխատանքը։ Եվ սա չափազանցություն չէ, դա այդպես է, այսինքն ինքներդ կարող եք պատկերացնել, թե դա որքանով է անդրադառնում երկրի ընդհանուր երկրի զարգացման վրա։ Ով ապրել եւ աշխատել է օրինակ Եվրոպայում, ինձ կհասկանա, քանի որ գիտի տարբերությունը, որքան հեշտ է այնտեղ մեքենա վարելը եւ որքան դժվար է այստեղ։ Որքան մեծ հեռավորություն դու այնտեղ կարաս անցնես եւ չհոգնես։ Երեխաների անվտանգությունը ճանապարհներին էլի շատ լուրջ թեմա է եւ շատ քիչ է սրան ուշադրություն տալիս, ընդհանրապես ուշադրություն չդարձվում։ Գիշերը սև մանկասայլակներով, սև կալյասկաներով երեխաների հետ զբոսնելը ընդհանրապես անհասկանալի է, ասենք երեխու համար սև կալյասկա գնելը դա մեղմ ասած տարօրինակ է, էլի, թե մենք այդքան սնահավատ մարդ ունենք, այդ մայրերի մեծ մասը սնահավատ են, ոնց է կարելի սևի մեջ երեխային պարկասնել կամ լավ չեն նկատում, որ այդ սայլակը գիշեր ուղղակի չի երևում, շատ վատ է երևում։ Առաջերտը երեխայի անվտանգությունն է։ Ճանապարհ անցնելիս սև սայլակը գիշերը գրեթե չի երևում, երևում է միայն մայրը։ Իսկ նրա առջև գտնվող սայլակը ոչ, հատկապես երբ դիմացից քեզ կուրացնում է դիմացի մեքենան իր լապտերով։ Կամ երբ երեխաների հետ անցնում են ճանապարհը, քանի անգամ տեսել եմ, ծնողները քայլում են, իսկ երեխաները վազում են նրանց առաջ, նրանց առջևով։ Եթե առաջին եւ երկրորդ շարքի մեքենաները կանգնել են եւ սպասում են, զիջում են, որ ձեզ բաց թողնեն, անցնեք։ Երրորդ գծով ինչ որ հիմար կարող է չնկատի եւ շատ մեծ արագությամբ անցնի։ Այդ դեպքում, եթե երեխան առջևով է վազում ծնողների փողոցն անցնելուց, այդ երեխային համարյա ոչ մի հնարավորություն փրկվելու մենք չենք թողում։ Կամ այն իրավիճակը, երբ նստած ես մեքենայում, երեխային վերցնում ես գիրկդ, բթարի դեպքում դու քո սեփական մարմնով կճզմես այդ երեխային։ Հատկապես եթե առջևի նստատեղին երեխային վերցրել ես գիրկդ, դու քո մարմնով նրան ողջ մնալու շանս վթարի դեպքում համարյա չես տալիս։ Երեխային պետք է նստեցնել կողքը ու ցանկալի է հատուկ նստատեղին, այլ ոչ թե ծնկներին։ Հսկայական գումարներ են վճարվում պարեկային ոստիկանների աշխատավարձերին։ Արդեն 2 տարուց ավելի ոստիկանները համալրված են նոր մեքենաներով եւ բոլոր միջոցներով։ Ես ձեզ ազնվությամբ կասեմ, որ ոչ մի անգամ չեմ տեսել, որ նրանք իմ աչքի առաջ կանգնացնեն մարդկանց համար վտանգավոր գործողություններ անող վարորդներին, այսինքն արագ քշող վարորդներին։ Նրանք պոտենցիալ մարդասպան են։ Նույնն է, ինչ որ մարդու ձեռը զենք տաս, ինքը աջ ու ձախ կրակի։ Տարբերություն չկա վտանգի առումով։ Բայց այն ամենն ինչ մեր ոստիկանները այսօր անում են, տուգանում են սխալ կայանվածներին եւ ովքեր ապա չունեն։ Հավատացեք ինձ, ճանապարհներին մահերի մեծ մասը մեր ոստիկանների անգործության ուղղակի արդյունքն է։ Գեղեցիկ համազգեստով տղա եւ աղջիկ, նոր մեքենա,
որը չի կարող թույլ տալ աշխատող մարդկանց մեծ մասը իրենց գնել այդպիսի մեքենա, այս ամենը շատ սիրուն է, բայց պետք է նրանցից աշխատանք պահանջել, պետք է պահանջել ոստիկանապետից և կառավարությունից։ Պետությունը պետք է այնպես անի, որ հեռուստացույցով բոլոր ալիքներով և փողոցի գովազդային վահանակների վրա լինի գովազդ, որը պատմում է այս ամենի մասին, բացատրում է մարդկանց, թե ինչպիսի իրավիճակներ կարող են առաջանալ, որոնք իրականում սպառնում են ձեր կյանքին։ Կամ կարող եք այդ պատահարի պատճառով ամբողջ կյանքով մնալ հաշմանդամ։ Երբ տեսնում ես նման գովազդ, դու ենթագիտակցորեն մտածում ես, որ պետությունը հոգ է տանում քո մասին, անհանգստանում է քո համար, ինչպես ծնողը։ Եվ նույնիսկ եթե դա քեզ նյարդայնացնում է ինչ-որ տեղ, միևնույն է, կյանքի ընթացքում քո մեջ առաջանում է այդ վերաբերմունքը, հարգանք է առաջանում սեփական պետության հանդեպ։ Եվ մարդիկ ավելի քիչ են ցանկանում արդեն խախտել օրենքները։ Պետությունը հակառակորդ չի դառնում այդ դեպքում, պետությունը դառնում է ոնց որ հարազատ մարդ, ոնց որ հարազատ ծնող, որը քո մասին մտածում է։ Այդ անկալումը շատ կարևոր է պետության։ Մյուս թեման առողջության պահպանման հետ կապված մարդկանց։ Բնական աղետների ժամանակ մարդկանց կյանքի անվտանգության երաշխիքը։ Եթե դիտարկենք բոլոր բնական աղետների ցանկը, որոնք կարող են մեզ սպառնալ, ապա ամենավտանգավորը իհարկե երկրաշարժն է։ Ինչ վերաբերում է երկրաշարժին, ապա հավանականությունը ցավոք բարձր է։ Մենք պարբերաբար լսում ենք Իրանում և Թուրքիայում մեր հարևանների մոտ տեղի ունեցող երկրաշարժների մասին։ Մենք գտնվում ենք սեյսմիկ վտանգավոր գոտում, և այդ իրականությունը պետք է ընդունել։ Այս իրավիճակը ևս պահանջում է մեր գործողությունները 2-3 քայլ առաջ հաշվարկելու։ Բոլոր այն շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին, կառուցվել են առանց հաշվի առնելու մեր վտանգավոր սեյսմիկ գոտին։ Տեսականորեն այդ շենքերը պետք է քանդվեն և դրանց փոխարեն նորերը կառուցվեն, բայց դա երկարատև և շատ թանկարժեք գործընթաց է։ Այդ տների փոխարինումը կտևի լավագույն դեպքում 10-15 տարի։ Իսկ ինչ վերաբերվում նորակառույց շենքերին, դրանց նկատմամբ անհրաժեշտ է պետական խիստ հսկողություն։ Բերեմ մի օրինակ իմ անձնական փորձից։ Մոտ 15 տարի առաջ մեր ընկերությունը որոշակի սարքավորումներ էր տեղադրում նորակառույց շենքերի հիմքերում։ Տեղադրման համար անհրաժեշտ էր հորատել կրող սյուները, այսինքն այդ բետոնային հիմնասյուները, հորատել, ծակել։ Չեմ ցանկանում ձեզ տխրեցնել, բայց իրավիճակը այնքան էլ լավ չէր, որովհետև որոշ շենքերն ունեին շատ ամուր սյուներ, շատ ամուր բետոն, ինչպես և նախատեսված է բոլոր պահանջներով։ Իսկ շենքերի մի զգալի մասը բետոնի ամրությունը, այդ բետոնի ամրությունը չուներ, կամ բավարար էր, կամ շատ վատ էր։ Երկրաշարժի դեպքում դա կարող է վերածվել ազգային աղետի։ Բազմաթիվ շենքեր, որոնք կառուցվում են այսօր, ունեն այնպիսի կմախք կարկաս, որն արդեն անզեն աչքով տեսանելի է, որպես ինժեներ եմ ես ձեզ ասում, այնտեղ ամրության պաշարը բավարար չէ։ Հին շենքերի ամրացումը և նորերի նկատմամբ խիստ հսկողությունը պետք է լինեն կառավարության ամենահրատապ գործողություններից մեկը։ Սա էլ սենց, մենք թվարկեցինք բոլոր հիմնական հարցերը կապված մեր քաղաքացիների առողջության պահպանման կարևորության հետ, ինչպես նրանց կյանքի որակի բարելավման, այնպես էլ ընդհանուր առմամբ երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից։ Ցանկանում եմ ձեզ մեկ անգամ էլ հիշեցնել, որ այս բոլոր հարցերը, որոնք մենք քննարկում ենք, ուղղակիորեն ազդում են մեր երկրի զարգացման վրա։ Չկա այնպիսի հանճարեղ գաղափար, որ մենք հանկարծ գտնենք և մեր երկիրը անմիջապես հարստանա։ Որպեսզի մեր երկիրը դառնա հզոր և հարուստ, անհրաժեշտ է աշխատել այս հարցերի ամբողջ ցանկով, որոնք մենք հիմա քննարկում ենք։
Շաբաթ